Երևանի բերդի պաշարումը տևում է ընդամենը 5 օր եւ կարողանում է ռուսական բանակը գեներալ Պասկևիչի գլխավորությամբ 5 օրյա մարտերից հետո վերցնել քաղաքը եւ 3000 հոգանոց կայազորը Հասան խանի գլխավորությամբ հանձնվում է ռուսական բանակին։ Այս իրադարձությունների իհարկե հիմքում նախ եւ առաջ Օշականի ճակատամարտում հաջողություններ, որ գրանցել էր ռուսական կայսրության բանակը։ Եվ այս հուշարձանը, որ մենք հիմա տեսնում ենք, կարելի ասել, որ մարմնավորում է այդ հաջողությունը իրենց եւ նաեւ ցուցիչն է նրա, որ 200 տարի առաջ այս տարածաշրջանում երկու խաղացողների կողքին հայտնվում է երրորդ խաղացողը եւ ձևավորում է այն բալանսը երեք պետությունների Օսմանյան կայսրություն ներկայումս Թուրքիայի տեսքով եւ Պարսկաստանը ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետության տեսքով եւ Ռուսաստանը, ժամանակին ռուսական կայսրությունը ներկայումս Ռուսաստանի Դաշնության տեսքով երեք պետությունների փաստորեն բալանս են ձևավորում տարածաշրջանում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։